Այժմ ազգիս վեապար հայրապետի ձեռամ սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է հեղվելու ծաղկած նյութը։ Այժմ սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է լցվելու բալասանը։ Այժմ սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է լցվելու Մեծիտան ընկիլիկո կաթողիկոսություն օրտնված Մերոնը։ Այժմ սրբալույս Մերոնի կաթսայի մեջ է լցվելու հին Մերոնը։
Օրնեսե և սրպեսե յուղս այս նշանավ Սրփալույս մյուրոնս այս նշանավ Փառքոր եւ որդվո եւ հոգվույն սրբո Եվ որդվո և հոգվույն սրբո ամեն Զորությամբ ամենասուրբ հոգվույթ եղեցի յուղս այս յուղ ցնծության զգեստ լուսավոր սրբություն հոգվոց և մարմնոց կնիկ արդարության զեն հավատով նահատակ հաղթողն դեմ ամենայն գործոց բանսարկվին սիրելի բարեպաշտ ժողովուրդ ողորմած Աստուծո նախախնամությամբ հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում Մյուրոնի օրհնությամբ հոգևոր մի նոր ուրախություն է հեղվում մեր կյանքին տոնական մեծ օր է բարաքա Սուրբ Խաչի տոնն է նվիրական հիշատակը Հայաստան բերված տերունական խաչապայտի մասունքի հրաշքով հայտնվելու այս մեծասքանչ օրը հոգևոր անհուն ուրախության զգացումներով
համայն հայոց հոգևոր կենտրոնում մայրաթոր Սուրբ Էջմիածնում կատարեցինք Սրբալույս Միրոնի օրհնությունը։ Մեր աղոթքը բարձրացրեցինք արյերկնավոր մեր հայրը, որ իր Սուրբ Հոգու շնորհով նյութեղեն այս յուղը վերափոխվի սրբության ու շնորհաբաշխ զորության։ Մեր հայրերի օրհնության աղոթքով խնդրեցինք, որ լինի յուղ ցնծության, զգեստ լուսավոր, սրբություն հոգիների և մարմինների, կնիկ արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ, ընդդեմ ամենայն գործոց բանսարկվի։ Խնդրեցինք, որ նրա սրբարար օծումով շարունակվի աստվածային պարգևների հեղումը հավատացյալների հոգիներին, հայոց մեր աշխարհին, համայն մեր ժողովրդի կյանքին։ Սրբալույս Միրոնը տեսանելի նշանն է Քրիստոսովոցման, որն ընդունում ենք մկրտության միջոցով իբրև ժառանգակից փրկչի։ Միրոնով զգեստավորվում ենք Քրիստոսի սրբությամբ, մաքրվում մեղքից, որպեսզի ապրենք Աստուծո արդարությամբ։ Միրոնը զարթոնք և գարուն է հոգիների, ծաղկում հավատքի, առաքինասեր կյանքի ու բարեպաշտ գործերի, վահան ընդդեմ չարի, հաղթանակը հարկն ու լուսեպսակը հավատացյալների, քանզի երկնավոր մեր հայրը իր որդու միջոցով կոչեց մեզ մահվանից կյանքի, մեղքին ծառայությունից շնորհների ազատության և երկնային արքայության ժառանգության։ Աստծո ողորմությամբ այսօր աշխարհի բոլոր կողմերից ազգի զավակները ուխտավորաբար համախմբվել են Սուրբ Էջմիածնում, աղոթակից լինելու Սրբալույս Միրոնի արարողությանը։ Մեր ժողովրդի հազարավոր զավակների ներկայությունը այստեղ վկայում է մեր կյանքում կարևորությունն ու արժեքը Սուրբ Միրոնի, որ կնիքն է քրիստոնեական մեր ինքնության ու շաղախը ազգային մեր միասնականության։ Միրոնում տեսնում ենք նաև մեր ժողովրդի հանդեպ Աստուծո հոգածությունն ու խնամքը, ով իր փրկության շնորհը տարածեց Արարատի շուրջ սփռված հայոց մեր երկրի ու ազգի վրա։ Միրոնի մեջ տեսնում ենք Սուրբ Լեռն Արարատ, որի վրա հանգրվանեց Նոյ Նահապետի փրկության տապանը և աղավնու բերած ձիթենու շյուղը դարձավ խորհրդանիշը Աստուծո խաղաղության, իսկ ձիթենու յուղը օրհնյալ նյութը Սուրբ Միրոնի։ Միրոնի ամեն կաթիլում տեսնում ենք Սուրբ Թադեոս առաքյալի ձեռքով Հայաստան բերված մեր Տիրոջ օծության յուղը։ Տեսնում ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի ձեռամբ Արածանիի երկնքում ծագած տերունական խաչի լուսեղեն նշանի ներքո մկրտությունը հայոց տրթադարքայի, արքունիքի ու ժողովրդի։ Միրոնում պատկերն է տերունաշնոր Սուրբ Էջմիածնի, պատկերները Միրոնաոց մեր վանքերի ու եկեղեցիների, խաչքարերի ու մագաղատների, պատկերները իրենց կյանքով Միրոնի լույսը տարածած մեր սրբերի։ Միրոնը միախառնում է մեր անցյալն ու ներկան։ Այո, հավատում ենք և գալիք
բոլոր դարերը, քանզի բոլոր փորձությունների հանդիման մեր ժողովուրդը անխախտ պահեց Միրոնի դրոշմը, աներկբա վստահությամբ, որ այն յուղ է ցնծության, զգեստ է լուսավոր, սրբություն հոգիների և մարմինների, կնիկ արդարության, զենք հավատքի, հաղթող նահատակ, ընդդեմ ամենայն գործոց բանսարկուի։ Սուրբ Միրոնն իր հոգեղեն զորությամբ հավատքի զենք եղավ նաև 100 տարի առաջ հայոց ցեղասպանությանը զոհ դարձած մեր ժողովրդի զավակների համար, ովքեր հաղթող նահատակներ եղան, պահելով իրենց հավատարմությունն առ Աստված ու առ հայրենին։ Եղեռնահար մեր ժողովուրդը Միրոնադրոշմ հավատքով վերապրեց ցեղասպանությունը, հաղթեց մահին, 100-ամյա մեր ուղին եղավ վերածնունդի ուղի, և այսօր մեր անկախ պետականության հովանու ներքո ազգային զարթոնքի նոր հորիզոններ են լուսավորվում։ Մեր նորորդյալ կյանքի հուսալերությամբ նորաէբ այս Միրոնը օրհնված ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրական տարում նաև մեր սրբացյալ նահատակների բարեխոսության հայցով կոչում ենք հաղթության մերոն, հավատով, որ այն հավատացյալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ սուրբ վկաների և հայրենյաց պաշտպան մեր նախնյաց հոգու արիությունն ու անպարտ ոգին։ Սիրելիներ, արժևորենք մեր Միրոնը որպես Միրոն սրբացյալ կյանքի, Միրոն վերազարթոնքի, որպեսզի հոգևոր նորոգությամբ մեր արդար կյանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին։ Արժևորենք մեր Միրոն իբրև շաղախ ազգային միասնականության, որպեսզի կարող լինենք հաղթահարել մեր կյանքի դժվարությունները, հարատել հոգսերն ու նեղությունները։ Այսօր, երբ աշխարհը լի է տագնապներով, մարդկային կյանքեր խլող հակամարտություններով, հատկապես մերձավոր արևելքում, ուր անասելի տառապանք և կորուստներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները, երբ խաթարված է անդորը մեր հայրենիքի սահմաններում և տակավին արդար վճիռ չի ստացել մեր ժողովրդի իրավունքների ճանաչումը, հրամայական է ամուր միասնականությամբ զորացնել մեր հայրենիքը, որ լինի ապավենը համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կյանքի, մեր արդար դատի հաղթանակի և ոգեշնչող ուժը ազգային զարթոնքի։ Սուրբ Էջմիածնից բաշխվող սրբալույս Միրոնը թող տարածի սրբությունը և հոգևոր առաքինությունների անուշաբույրը աշխարհում և հանուր մեր ժողովրդի կյանքում, ազգային եկեղեցական մեր օրհնյալ անդաստաններում, հայ ընտանիքներում, մեր հայրենիքի սահմաններում, հայրենյաց պաշտպան մեր զինվորների, մեր եկեղեցու բոլոր զավակների սրտերում, դառնալով հաղթանակների և բարի գործոց նոր ձեռքբերումների զորություն։ Երանաշնոր մեր հայրապետներից Սիմեոն Երևանցին Էջմիածնից սփռվող Միրոնի մասին ասում է. ինչպես Արեգակի ճառագայթն է ծանուցում Արեգակի գեղեցկությունն ու օգտակարությունը, ինչի շնորհիվ կառավարվում է երկիրը և դա լար մնում,
ճիշտ այդպես է, Սուրբ Մյուրոնն է միշտ քարոզում Սուրբ Էջմիածնի օգտակարությունն ու գեղեցկությունը։ Ահա խորթավոր արեգակ Սուրբ Էջմիածինը, որ լուսավորում է ձեր հոգիներն ու մարմինները։ Թող Սուրբ Էջմիածնի Մյուրոնի հավերժական լույսը միշտ դրոշմվի մեր ժողովրդի զավակների հոգիներին, որպեսզի մշտապես նորոգեն իրենց ուխտ առ Աստված, ուխտ առ առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ու նվիրական հայրենիքը։ Թող աղավն ու բերած ձիթենու շուղով Արարատի փեշերից ազդարարված Աստուծո խաղաղությունը ամրացնի արդարության, մարդասիրության ոգին աշխարհում, զորացնի համերաշխությունը և համագործակցությունը մարդկանց և ազգերի։ Այս օրհնաբեր և հոգենորոգ օրը մենք գոհություն ենք վերառակում առամենակալն Աստված, որ մեզ վերստին շնորհը պարգևեց կատարելու Մյուրոնորդության սրբազան արարողությունը, մասնակցությամբ և աղոթակցությամբ Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ Գյարսեր Սարգսյանի, մեր հոգևոր եղբորը, Արամ առաջին Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսին ներկայացնող գերաշնորհ Տեր Մուշեղ և Շահան արքեպիսկոպոսների, Երուսաղեմի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի, Կոստանդնապոլսի հայոց պատրիարքական փոխանորդ գերաշնորհ Տեր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, քույր եկեղեցիների գերապատիվ հովվապետերի և բարձրապատիվ ներկայացուցիչների, ուխտապահ մեր հոգևոր դասի, հայոց պետական ավականու, դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և ներկայացուցիչների և հայրենաբնակ ու սփյուռքից ժամանած մեր ժողովրդի բազում բարեպաշտ զավակների, հոգու բերկրությամբ եղբայրական մեր ողջունն ենք հղում Արամ առաջին Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսին, Կոստանդնապոլսի հայոց պատրիարք ամենապատիվ Տեր Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, քույր եկեղեցիների հոգևոր պետերին, աղոթքով ու մաղթանքով, որ Տերը միշտ անսասան ու պայծառ պահի իր սուրբ եկեղեցին ավետարանի կենարար պատգամներով մարդկության կյանքը լուսավորելու և փրկության առաջնորդելու առաքելության մեջ։ Աղոթում ենք, որ ամենակալ Տերը խաղաղություն ու ապահովություն պարգևի աշխարհին, Հայաստան ու Արցախ հայրենի մեր երկրին, և թող Տիրոջ Սուրբ Հոգու շնորհներով առատապես օրհնվի մեր ժողովրդի և համայն մարդկության կյանքը։ Շնորհք և սեր և խաղաղություն յարն մեր Հիսուսի Քրիստոսի եղեցին ընդ մեզ և ընդամենեսյան ամեն։